Բարի լույս, այսօր իմ առաջին օրն է, որ ես գտնվում եմ Բերլին քաղաքում։ Եթե դուք նախորդ վիդեոն նայել եք, հաստատ գիտեք, որ ես հասել եմ հյուրանոց, տեղավորել եմ իմ վեշերը ու արդեն սկսում եմ իմ առաջին օրը Բերլին քաղաքում։ Ձեզ ուզում եմ անպայման հիշեցնել, որ այս 11 օրվա ճանապարհորդությունից իմ YouTube-յան ալիքում դուրս է գալու 10-ից 11 վիդեո։ Ամեն օրվանից առանձին մի վիդեո է լինելու ալիքում, որտեղ դուք տեսնելու եք, թե ես ինչ եմ արել այդ օրը։ Դրա համար, եթե դու առաջին անգամ ես հիմա այս վիդեոն նայում, հիշի, որ սա երկրորդ էպիզոդն է։ Անպայման նայի նախորդ ու անպայման նայի հաջորդները։ Ուրեմն հենց հիմա առավոտվա 8:10 քաղաքը ամբողջությամբ դատարկ է, չգիտեմ նույնիսկ որտեղ գնամ, ինչ որ մի բան ուտեմ, սոված մեռնում եմ, բայց երևի ավելի լավ է մի քիչ ման կգամ, ինչ որ տեղեր կգնամ։ Իմ մոտ sense մեծ ցուցակ ունեմ, թե որտեղ պետք է այցելեմ Բերլինում, քանի որ ունեմ ընդամենը 2 գիշեր։ Տեսնենք այսօր ոնց է անցնում, շատ ողջավորված եմ, որովհետև շատ հավես է, շատ սիրուն քաղաք է ու այս պահի դրությամբ լրիվ դատարկ է, քանի որ այսօր կիրակի է։ Ամենալավ բաներից մեկը այն է, որ այստեղ շատ լավ է աշխատում Google Maps-ը, որ ցանկացած բան կարող ես այստեղով նայել։ Ես օրինակ տենց եմ հասկացել, թե որ կանգար պետք է նստեմ, ոնց պետք է գնամ։ Սենց հետևելով բանով ամեն ինչ այստեղ գրած է, մի խոսքով հենց գաք Եվրոպա անպայման օգտվեք։ Հենց նոր ես Google-ով նայեցի, թե ինչ կա ինձ մոտ գտնվող Brandenburg Gate-ը, որը այդքան էլ դեռևս չեմ հասկանում ինչ է։ Տեսեք, հենց հիմա ես քարտեզին նայելով գնում եմ։ Կանաչա, անցնում ենք, ինձ թվում է բոլոր երկրներում էլ կանաչի ժամանակ անցնում են, կարմիրի ժամանակ կանգնում։ Այս քաղաքում արդեն մի անգամից աչք է գրավում, թե ինչքան շատ կան սկութերներ ու հեծանիվներ։ Բավականին ուժեղ քամի է հենց հիմա, մի քիչ ցուրտ է, բայց ոչինչ։ Նայեք ինչ սիրուն է այս շենքը։ Ուրեմն հենց հիմա կնկարեմ Google-ով, տեսնենք ինչ է սա։ Excuse me, do you speak English? A little, yeah, what? Hello. What is this? I don't know. Okay, thank you. Դե լավ, եթե հենց տեղացի գերմանացին չգիտի, ես ինչի իմանամ, գնացի։ Այստեղ ինչպես տեսնում եք, հեծանիվների համար նախատեսված ճանապարհները առանձնացված են։ Ուրեմն այս արձանը կոչվում է Գարե ջրանոց։ Առավոտ ժամը 8:30 ու այնքան մարդ եմ տեսնում, որ վազում են։ Շատ լավ է, որ բոլորը տենց մարզվում են, շատ կարևոր է։ Հենա հենց հիմա իմ հետևով վազեց։ Նա էլ հեծանիվով է գնում։ Ինձ թվում է ես այս քաղաքում հավեսով հեծանիվ կքշեի։ Քո համար առանձնացված ճանապարհ, դատարկ, այս արձանի անունն է Աղբանոց։ Մեզ մնաց ընդամենը 5 րոպե։ Կյանքումս առաջին անգամ տեսնում եմ Starbucks։ Հեսա մի հատ Brandenburg Gate-ից հետո անպայման կմտնեմ Starbucks։ Էս էլ մեր Brandenburg Gate-ը։ Հասցան։ Շատ սիրուն է։ Այս հազվադեպ անվճար բաներից է իրականում անելու։ Գազ տեսնես գնաց։ Մտածում եմ ինչ-որ անծանոթ մարդու դիմեմ, ինձ մի քանի նկար անի այստեղ։ Չէ՞ ոնց եմ ինքս ինձ նկարելու։ Okay. Thank you. Perfect. Thanks so much. Have a nice day. Ունեցա իմ առաջին նկարը, այո։ Եկեք միասին սարքենք իմ power bank-ը։ Եկեք միասին բացահայտենք Brandenburg Gate-ի պատմությունը։ Ուրեմն այս դարպասը նախկինում եղել է բաժանման հուշահամալիր։ Բերլինի պատի կառուցումից հետո այն գտնվել է արգելված վայրում, որ մարդիկ չեն կարողացել այցելել։ Կոնկրետ արևելյան ու արևմտյան գերմանացիների մասին է խոսքը։ Բայց երբ որ արդեն Բերլինի պատի քանդումը եւ անկումը տեղի ունեցավ, դրանից հետո այն դարձավ գերմանական միասնության խորհրդանիշ։ Շատ հետաքրքիր էր։ Գնացինք ուրիշ բան բացահայտելու։ Հիմա գնում եմ մի տեղ, որի մասին շատ եմ լսել ու շատ եմ ուզել անպայման այցելել։ Գնացինք։ Այստեղ էլ ինչպես տեսնում եք, հեծանիվի գիծը հենց մայթի վրա է գտնվում։ Այսինքն, եթե հենց հիմա ես մտնեմ հեծանիվի գիծ, այ տուգանվեցի։ Այստեղի կոճակները հələ որ չեմ հասկանում ոնց են աշխատում անկեղծ։ Ոնց են սխմում, ոյ։ Ահա, շոտ տակից կնոպկա կա, բայց երթվում եմ, չեմ հասկանում սա ոնց է աշխատում։ Do we have to press a button or okay։ Փաստորեն ոչ մի կոճակ էլ սխմել պետք չէ։ Բայց ես էդի չէի սխմում ուզում հասկանամ։ Էդ ինչ կոճակ էր։ Unless if you want to visit a museum. Okay, all right. Okay. Yeah, I got it. And how much is the ticket, the cost? No, it is free of charge. Oh, okay. Thank you. Have a nice day. Ուրեմն այս տարածքը կոչվում է Memorial to the Murdered Jews of Europe։
Այսինքն, այն հուշահամալիրն է, որը սարքել են հոլոկոստից հետո, մինչև 6 միլիոն հրյա է մահացել, այստեղ սարքել են այս հուշահամալիրը իրենց նվիրված։ Այս տարածքները ամբողջությամբ անվճար, որ կարող եք հանգիստ գալ, տեսնել, նկարվել, եթե ցանկանում եք։ Եթե մի քանի հոգով եք լինում, ինքը դառնում է լաբիրինթի պես ու իրար սկսում եք չտեսնել։ Նայեք ոնց է սարքած, որ մոտավորապես դուք պատկերացնեք, այսպես բարձր քարեր են, որ դուք իրենց միջով քայլում եք ու կարելի է ասել կորում եք, ու այստեղից օրինակ երբ որ աճ եք նայում, նույն տեսարանն է։ Ինձ թվում է դուք արդեն պատկերացրիք ինչ տիպի տեղ է, հասկացաք ոնց է ինքը սարքած։ Հուշահամալիրը բացվել է 2005 թվականին։ Այն բաղկացած է 2711 բետոնե սյուներից, բայց նախօրոք նախագծել էին, որ 4000 հատ պետք է լիներ։ Տարածքի հետ կապված միայն տեղավորվել է 2711 հատ, որոնք տեղադրված են անհավասար մակերեսի վրա։ Հուշահամալիրը շատ կարևոր դեր ունի հոլոկոստի հիշողության պահպանման և պատմական իրադարձությունների մասին իրազեկման գործում։ Հիմա շարժվում եմ դեպի Reichstag Building։ Երևի հայերեն դա կլինի Reichstag շենք։ Չգիտեմ ոնց է հայերենը։ Այս քաղաքում անկեղծ այնքան շատ են մարզվողներն ու վազողները։ Բոլորիդ թող դա մոտիվացիա լինի, որ դուք էլ մարզվեք։ Դե չեմ ասում բոլորից, որովհետև ես արդեն 2 ամիս է մարզվում եմ։ Ոնց հասկացա, Reichstag Building-ը սա է, բայց երևի մենք գնում ենք մյուս կողմ։ Ես ինչ եղանակ է, մեկ մրսում եմ, մեկ շոքում եմ արա։ Մեկ է շարֆը սենց դնում եմ, փափատում եմ, մեկ սկսում եմ շոքել։ Հիմա կոնկրետ շատ ցուրտ է։ Excuse me, hello. Is this Reichstag? Yeah. This is the back side of it. The front is there. Yeah. Thanks so much. Հենց նոր մի քանի մատերիալ նայեցի իմ նկարածներից, իմ անգլերենից։ Ես էլ եմ ինչ-որ պահետակ վատ խոսացել, վատ խոսում, որովհետև որ իրանց հետ եմ խոսում, էրորված իմ դեմքին են նայում, չեմ հասկանում, ինձ հասկացան, չհասկացան։ Դրա համար սկսում եմ տոնայնությունը փոխելով հասկացնել։ Is this the back side of it? Yeah? Մի հատ նայեք, այս հատվածը ինչ սիրուն է։ Սա ուրեմն Reichstag-ի աջ կողմն է։ Հիմա մենք հայտնվելու ենք արդեն այստեղից հայտնվելու ենք դիմացի կողմ։ Բայց նեն սոված է, 3 նորմալ հաց չեմ կերել, նորմալ նույնիսկ չեմ էլ քնել։ Այդ ավտոբուսի մեջ ոնց որ մի 2 ժամ քնել եմ։ Դրանից առաջ ինքնաթիռի մեջ ընդհանրապես չեմ քնել։ Պետք է երևի այստեղը նայելուց հետո գնամ անպայման միտեղ նախաճաշ անեմ։ Փաստորեն մի ժամա անիմաստ էի գալիս այս կողմով, որովհետև այստեղ ինչ որ շինարարություն է գնում ու ամբողջությամբ փակ է։ Հիմա պետք է այնտեղից այսպես ֆռալով գանք հասնենք այն կողմ, որ կարողանանք ներս մտնել։ Excuse me, hello. Hi. The entrance of Reichstag is here. What ticket do you have? Can I see I your confirmation? don't have. Oh, you don't have a ticket. All right. Do you see that white container across the street over there? That's our Alright. ticket office. It opens at 10 a.m. Go there with passport ID. You can get a ticket from over there. What's the cost? Free of charge. Oh, free of charge. So the ticket that I'm gonna get, that it's you said it's for free. What I'm gonna get for that, like? You get to go on the rooftop and into the glass dome, Nice. and you can have an audio guide if you choose to. Okay, thanks so much. Պարզվում է, որ ամբողջությամբ անվճար է ներս մտնելը, հայտնվելու ենք նույնիսկ այս շենքի տանիքում։ Դզես։ Փաստորեն բավականին բաներ կան անելու Բերլինում անվճար։ Մինչև հիմա ինչ արել եմ, անվճար եմ արել։ Տենաս անվճար հաց ուտելու տեղ կա։ Ափսոս Reichstag Building չկարողացա մտնել, որովհետև անձնագիր էր պետք, իսկ անձնագիրը այս պահին իմ հետ չի։ Երևի դա կթողնեմ վաղվա, կարամ այսօրվա մեջ գամ միանգամից իմ ամրագրումը օրինակ անեմ, վաղը հանգիստ գամ։ Որովհետև եթե հիմա որոշեմ գնամ նորից հյուրանոց, ստեղից 20 րոպե ատևելու, 1.5 կիլոմետր է։ Պետք է 20 րոպե քայլեմ, գնամ հասնեմ, անձնագիր վեստեմ գամ էլի այստեղ։ Երևի դրա համար հիմա ուրիշ կողմ շարժվեմ, հետո նոր անցնեմ Reichstag-ին։ Այո։ Hello, do you speak English? Yes. Can you tell me where can I find some good food, like good restaurants? Yeah, from here.
Okay, thank you. Եկել եմ մի գրախանութ ու շատ հետաքրքիր բան եմ տեսել։ Ուրեմն վաճառվում են որպես սուվենիր ինչ որ հատված Բերլինի պատից, ինչպես տեսնում եք։ Ինձ թվում է սրանք շատ հավես նվերի տարբերակներ են։ Երևի հետո մի երկու հատ կառնեմ, շատ հետաքրքիր է մտածված։ Բայց եկեք էլ կյանքում չասենք, որ Հայաստանում գները բարձր են։ Մի հատ փոքր սուվենիր է այստեղ վաճառվում է 10-ից 15 եվրո։ Որոշեցի, որ հենց հիմա ես գնամ իմ հյուրանոց, վերցնեմ անձնագիրս, որովհետև ոնց հասկացա շատ բան կա այստեղ, որ անպայման անձնագիր է պետք գրանցվելու համար, մտնելու համար։ Կվերցնեմ անձնագիրս, ուտելու բաներ էլ ունեմ։ Դրանք էլ կուտեմ ու լավ հավեսով ման կգա, այսինքն նախաճաշ չեմ անի։ Այստեղ ինչ որ հետս բերել եմ, դրանցով յոլա կգնամ, հետո կեսօրին արդեն կարամ գնամ ինչ որտեղ նստեմ, մի հատ համով բան ուտեմ։ Երեկոյան էլ ուզում եմ իրականում փորձել բերլինյան գարեջուր։ Դե հաստատ գիտեք, գերմանական գարեջուրը ամենաուժեղ գարեջրերից է ամբողջ աշխարհում ու հաստատ առանց փորձել չպետք է լինի։ Քանի որ 2 օր եմ լինելու այստեղ, ինչ հասցնեմ պետքա փորձեմ։ Ես կերա վերջացրի ու հենց հիմա եկել եմ Reichstag building-ի համար տոմս վերցնեմ, որ անպայման վաղը գամ։ Սրանից հետո էլ արդեն երևի կշարժվեմ մյուս ճանապարհով արդեն։ Չգիտեմ հիմա ինչ եմ խոսում։ Hello, I want to get a ticket for tomorrow. I think 10 to 11. Yeah. It's not you, it's me. Yeah. I'm recording myself. That's it? That's it. Thank you so much. Bye-bye. Հենց հիմա գնում եմ միտեղ, որ էլի շատ եմ լսել իր մասին ու շատ էի ուզում անպայման լինել այնտեղ։ Ուղղակի մի քիչ թանկ է տոմսը 29 եվրո է։ Հենց հիմա դրել եմ Google Maps-ի վրա, գնում եմ, կոչվում է Madame Tussauds, գիտեմ ճիշտ եմ ասում թե չէ։ Այստեղ հիմնականում լինում են սելեբրիթիների հայտնի մարդկանց մարմինները, մոմից պատրաստած, մոմից սարքած, շատ բնական է լինում, հենց իրենց իրական տեսքին, չափերով, հասակով, ամեն ինչով նույն ձև է լինում։ Մի քիչ առաջ դիմացով անցել էի ու որոշել էի անպայման գնալ, բայց այս ընթացքում լրիվ մոռացա տեղը։ Հիմա մի երկու անծանոթի հարցրի, իրանք ինձ ասացին ոնց պետք է գնամ։ Ամեն Google Maps-ով գնում եմ։ Hi again. I have to take the ticket from here. You can buy it here. Yeah, thank you. Ոյ, բնական են, ինձ թվաց իրական մարդիկ են արա։ Մի հատ նայեք ինչ նման են։ Hello. Hello. I want to take a ticket. Yes, of course. Yeah. For 1 adult, yes. Yes, exactly. I think 1 hour is enough, yeah? Yeah, we say 1 or 1.5 hours. Oh, okay. Is it big inside? 2 floors. Nice. Thank you so much. Չեմ հավատում։ Որա երթվում եմ չեմ հավատում արա։ Այ, ես ինչ իրական է։ Հələ դետալները նայեք ձերքի։ Ես ձեր երգերը շատ եմ սիրում։ Դուք էլ իմ վիդեոներն եք սիրում, հա? Շատ շնորհակալ եմ, ուրախ եմ շատ։ Բարև, հաջող։ Վաու։ Դետալները այնքան ուժեղ է սարքած այս ամենը։ Ոնց են սարքում սենց բաներ։ Մի հատ սա նայեք։ Արա։ Վաու։ Օրո, էս ինչ էր։ Էս ինչ էր։ Why is he urish banner? I thought it was a part of the museum. I answered. Yeah, you can answer it. It's part of it. Ah, okay. Because someone was speaking. Yeah. I thought it's the like No, employees it's or. part of it. It's Oh my okay. God. You're good. Okay. All right, thank you. That's Այո, չեմ հասկանում ինչ ասում։ Բարև, hello։ Բայց ես ավելի ուժեղ եմ, այ։ Որա, Չարլի Չապլինը։ Փաստորեն Չարլի Չապլինը չի մահացել, ողջ է։ Ռոժող այնքան ռեալ է, որ սիրտս կանգնեց։ Ախ, ոնց է նոր ավտոս, կարելի է հենվել տենաս։ Լավն է չէ նոր ավտոս։
Այստեղ նաև կա երկրորդ հարկ, հենց հիմա բարձրանանք տեսնենք վերևի հարկում ինչ կա, ով կա։ Չասե, Justin Bieber? Ոնց։ Էս իր ակուստն է։ Այստեղ Ջենիֆեր Լոփեզի շորերից կա 2014 թվականից։ Այս հատվածում էլ կոմպոզիտորների ու երաժիշտների մարմիններն են, իրենց աշխատասենյակներով ինչ սիրուն է սարքած։ Բեթհովենն է, հասկանում եք։ Այստեղ էլ գտնվում է Բախը։ Նայեք, այս տրակը ինչ բնական է սարքած, ձայները հələ լսեք։ Սա նշանակում է, որ առհասարակ ամեն ինչում է տենց, երբ որ դետալներին ուշադրություն ես դարձնում, ինչ որ անում ես, իդեալական է դառնում։ Ալո, Einstein, հորը չեմ հավատում։ Համարյա նույն բոյ ենք զգում եք։ Այստեղ են ցույց են տալիս, թե ոնց են ընդհանրապես սարքում նման մոդելներ։ Այստեղ կա սենց մի հատ ապարատ, հենց հիմա ուզում մի հատ նկար նկարվեմ։ Այ, այս պատի դիմաց ինքը ավտոմատ նկարում է, հետո ոնց հասկացա հեռախոսով ստուգում ես նկարը։ Փաստորեն մեյլ էր ուզում, մեյլս գրել եմ, դրածը կարող է մինչև 7 օր տևի մինչև ուղարկենք ձեր մեյլին նկարը։ Մի հատ նայեք ինչ վախենալու է այս պահարանը, սաղ գլուխը, ստեղ էլ սաղ ձերքը, ստեղ էլ աչքը։ Հիմա ձեզ ցույց եմ տալու ֆոկուս։ 3, 2, 1, հոպ։ Այստեղ էլ ֆուտբոլիստների հատվածն է։ Բարև Մեսսի ախպեր։ Գիտես Հայաստանում քեզ ինչ շատ են սիրում։ Նայեք, այստեղ ինչ ավես բան է սարքած գնդակով, կարաս մի անգամից խփես։ Հոպ։ Ես իրական կյանքում ավելի վատ եմ խաղում, ստեղ որ սենց եղավ էլի լավ է։ Օ, հիմա էլ եկել ենք բասկետբոլ խաղացողների մոտ։ Այ, այս մեկը ինձ ավելի հետաքրքիր է։ Ես որովհետև մի քանի տարի բասկետբոլ եմ խաղացել, գոնե մի քիչ կամ սրա մեջ, ֆուտբոլի մեջ ընդհանրապես չկամ։ Այստեղ ուրեմն կա սենց մի էկրան, որտեղ ցույց են տալիս, թե ոնց են ստանում, ոնց են սարքում այս մոմից մարմինները։ Այստեղ կա աչքերի մեծ տեսականի, որը ուզեք կարաք առնեք, գրեք իմեջին։ Անկեղծ ասած ես էլ եմ ուզում անեմ, բայց չգիտեմ իմ հետ կկարողանամ այս ձեռքը Հայաստան տանել կամ ոչ, այդ պահն է էլի։ Եթե ես տեղ ունենայի իմ պայուսակում հաստատ մի հատ կանեի, բայց չգիտեմ։ Այստեղ կա Մայքլ Ջաքսոնի ձեռքը, տեսնենք իմ ու Մայքլ Ջաքսոնի ձեռքը հավասար է եղել չափերով։ Այո, հենց հավասար է, նույն չափն է։ Այստեղ վերևում էլ գտնվում է Spider-Man-ը։ Ախպերս իջի պատի վրից։ Այստեղ պատրաստել են հենց Millionaire խաղի իրական սեթը ու նույնիսկ էկրանին հենց իրական հարց է տալիս, պատասխանում ես։ Եկեք փորձենք։ English. What is not a correct translation into German? Oh. Ես տես գերմաներեն լավ գիտեի, որ մի հատ էլ սա է։ Mother, Mutter, Daughter, Teacher, Uncle, Father։ Ինձ մոտ սա է սխալը։ Արա սխալ է։ Դե լավ։ Օ, 1000 եվրո շահեցի։ Իմ մեյլին արդեն ինչ-որ վիդեո ու նկար է եկել, մեկեք միասին նայենք։ Մերդում եմ շատ լավն է։ Մեզ շատ լավն է այս ապարատը։ Ահա և նկարը։ Նայեք ինչ իդեալական երկու նկար եմ ստացել։ Տեսնենք այս հատվածը ինչ է։ Այս էլ ոնց է բառի հատվածն է։ Ահա ինչ սիրուն է այստեղ սարքած։ Yeah. I will show you now. This is the creator combo that it has a lot of things with it. You can check it. Yeah, it's with the microphone. Oh, with microphone? Yeah. And it has a tracking system. Look, it's tracking me now. It's for solo travelers, you know? Yeah. Like if you are gonna get it from the US, I have no idea how is it in Europe. There it's 669. Let's say 700 approximately. But I got it more than 800 because I bought it in Armenia. Yeah, I couldn't order. But it's worth it. Look, it's following me. Նայեք ովքեր են այստեղ։ Էսովա, բա էսովա։ Ես որտեղ եմ հայտնվել, ես ովքեր են այստեղ։ Այ իրան ես շատ եմ սիրում։ Wow, օլո։ Ամենաուժեղները ստեղ են։ Այս Justin Bieber-ն է։ Բարլոս, արա, Miley Cyrus, արա։ Պարտադիր պետք է ես Michael Jackson-ի կողքը նկար ունենամ։ Սենց մտնեմ տակը, մի րոպե։ Վայ, ես եմ։ Այսով է պարկած ստեղ։
Ոտերից հոտ է գալիս։ Օ, գտնվում ենք դերասանների մոտ։ Ինձ իմ կյանքում երևի մինիմում 10 անգամ ասել են, որ ես շատ նման եմ Լեոնարդո Դիկապրիոյին։ Այդպես է թե չէ, մի հատ կոմենտներում գրեք, ես նման եմ իրան։ Ես նման եմ ձեզ։ Նայեք, ում եմ տեստում էստեղ։ Էս ինչ ուժեղ հայացք է։ The Rock-ն է այստեղ, քարը կամ ժայրը կամ բետոնը։ Բարև։ Ուրեմն մարքեթինգի շատ ուժեղ ձև, այնպես է սարքած, որ դու exit ես անում, միանգամից sense դուրս ես գալիս, հայտնվում ես այդ խանութի մեջ, որտեղ դրած է ամբողջությամբ այս կինոների, դերասանների հետ կապված, երգիչների հետ կապված, Օսկար, միկրոֆոն, խառը sense բաներ ա դրած, որ դու մարքեթինգի զոհ դառնաս ու առնես։ 12 seconds later. Ուրեմն ես հենց նոր էի խոսում մարքեթինգի զոհից ու ես դարձա մարքեթինգի զոհ, հենց նոր 10 եվրոյով գնեցի այսպես տպագրած նկարներ, որոնք sense լինելու են մագնիսներով, որը կարամ իմ սառնարանին կպցնեմ։ Ինձ տվեց 8 նկար, ես այս 8-ը կարամ հիմա կտրեմ ու իմ ուզածն դնեմ այսպես մագնիսների մեջ։ Հիմա ես ինչքան հիշում եմ Starbucks-ի մոտ եմ, մի հատ գնանք փորձենք, տեսնենք ոնց է լինելու։ Կյանքումս առաջին անգամ պիտի փորձեմ։ Առաջին Starbucks-ը այս մի ժամում եղանակը մի անգամից կտրուկ փոխվեց, շատ շոկ է արդեն, շատ։ Գոնե հեսա Starbucks-ից մի հատ սառը բան կվերցնեմ, սառը խմելով կքայլեմ։ Օրա, ես ինչ շատ մարդ կա Starbucks-ում։ Մտանք։ Hello, so I want a middle cold ice latte. My name is Haig, H-A-I-G. Վճարեցի 5.75 եվրո իմ լաթեին, տեսնենք համով է թե չէ։ Thank you. Փաստորեն այստեղ կոդով չի, իմ անունն են կանչելու, շատ լավ է, ու անունս ճիշտ են գրել։ Yeah. Haig, let me see. Haig? Yes, this one, yeah. Thank you. Լավ էլ կանչեց, բայց անունս։ Haig, տենց կանչեց։ Փորձենք մեր Starbucks-ը։ Հոպա, տեսնենք համով է թե չէ։ Այս ինչ է։ Կամ իմ վերցրածը սխալ որոշում էր, Starbucks-ից ուրիշ սպասումներ ունեի։ Ժողովուրդ, Հայաստանում շատ ավելի համով է։ Այս ինչ է։ 10-ից 3, անկեղծ։ Thank you. Thank you. Ծաղեկա նվիրում թե վաճառում, ոնց են հասկացա միակ տուրիստը ես եմ ստեղ։ Ժամը 3-ին ընդամենը 10 րոպե է մնացել, ես որոշեցի քայլելով գնամ դեպի հյուրանոց, քանի որ իմ check-in-ի ժամը արդեն ժամը 3-ին է։ Կգնամ մի ժամ արագ իմ վեշերը բաները կդասավորեմ։ Դրանից հետո ուզում եմ դուրս գալ ու գնալ դեպի Berlin Wall, Բերլինի այն հայտնի պատի մոտ, այդ հատվածները բացահայտեմ մանգամ։ Ուղղակի չգիտեմ երբ է այստեղ արդեն արևը գնում ու երեկոն սկսում, դրա համար ուզում մաքսիմալ շուտ ամենը անեմ, գիշերվան բան չթողեմ։ But life goes on. I could never imagine something better. Yeah, right. Now you're cooking on high heat in the middle of the street. My name is Haig Siserian. Breakfast, I would like to book it as well. Without passport number. Right. Where do I sign? Guest signature. Every time when I want to enter, I have to type all the... Seriously? Okay, that's very time consuming actually. Thank you so much. Կյանքումս առաջին անգամ հանդիպում սենց հյուրանոցի պայմանների, որ սենց բան են զուտ տալիս ու այս կողը տեսնում եք, որ 10 հատ թիվ է գրած։ Ամեն անգամ սենյակ մտնելուց պետք է ես այս թիվը հավաքեմ։ Այսինքն քարտ չի սենց գնամ տուտ անում։ Իմ սենյակը 307-ն է, այսինքն բավական պիտի գնամ, չէ, օ, ամենավերջինն է, հեսա։ Այսինքն ամեն անգամ սենյակ մտնելուց մի 5 րոպե պիտի կոդը գրենք։ Օ, բայց սենյակը լավն է։ Լավն է սենյակը։ Դե զուգարան կա։ Օ։ Երկու գիշեր անցկացնելու եմ այս սենյակում։ On the roller coaster of life. Նկարվում է, որ անջատ եմ։
Շատ արագ եկա, մտա հյուրանոց, արագ իմ վեշերը դրեցի, մի երկու բան փոխեցի իմ վրա, որովհետեւ շատ շոկ էր տենց ու արագ դուրս եմ եկել, որ հասնեմ մինչև մտցնելը մի երկու տեղ էլ բացահայտել, օրինակ ուզում եմ գնալ անպայման հիմա տեսնել Բերլինի պատը։ Այստեղից տալիս է 26 րոպե քայլել, իրականում կարամ ես շոր ավտոբուսով կամ տրեյնով բանով գնամ, բայց ես չեմ ուզում, ես նախընտրում եմ գնալ ոտքով։ Մի ժամը սխալ էի գնում բայքով։ Մոտ 2 կիլոմետր պետք է քայլեմ մի խոսքով։ Բայց շատ սիրուն է, ինձ դուր է գալիս Բերլինը։ Մի քիչ առաջ Google-ով նայեցի ու տեսա, որ ժամը 6-ին արդեն մտնելու են, այսօր պետք է շուտ անեմ։ Հենց նոր հարցրեցի, էս ինչ շենք է, էս սիրուն շենքը։ Պարզվեց թատրոն է։ Ներկայացումներ են այստեղ խաղում, ինչ սիրուն է։ Երկրորդ Starbucks-ի կողքով եմ անցնում, որ էլ չեմ մտնի։ Կամ էլ կմտնեմ ուրիշ բան կփորձեմ, լավ։ Նայեք ինչ սիրուն տեղ եմ գտել, որ մարդիկ ֆոտոներ են անում։ Ես լրիվ մենակ եմ, դրա համար ինչքան անծանոթ լինում է, իրան եմ խնդրում, որ ինձ նկարի։ Մի տեսակ բավականին շուտ եմ հասնում, մնաց ընդամենը 16 րոպե։ Գնացի։ Առանց կամերայով եմ գնում։ Մի հատ էլ ուրիշ հետաքրքիր բան ասեմ, մի հատ բան եմ նկատել, որ այստեղ անցումները Հայաստանի պես զեբրաներ չեն։ Մարդկանց անցումները, նայեք գետնին ոնց է, զեբրա չի։ Այսինքն երկու հատ գիծ է աջ ձախ կողմերում։ Հերթական արվեստի գործը։ Երբեք չքաշվեք մարդկանց հարցեր տալուց, ինչ հիշում եմ ես վերջին 20 ժամը, երևի արդեն 50 հոգու մինիմում, 50 հոգու հարց եմ տվել, 50 հոգու հետ խոսացել եմ մինիմում։ Օդանավակայանում, օդանավակայանից առաջ, օդանավակայանից հետո ամեն մեկի մի քանի հարց եմ տվել, որ ես այդ հարցերը չտամ ու իմ ներսում պահեմ ու կաշկանդվեմ ու փակվեմ, ես եմ հետո ուժելու։ Դրա համար ավելի լավ է հարց տամ։ Նենց որ եթե դուք էլ մի օր հայտնվեք իմ նույն իրավիճակում, անպայման դուք էլ մարդկանց հարցեր տվեք, շփվեք, որովհետև դա ձեզ շատ է օգնելու։ Ահա եւ Բերլինի հայտնի պատը, այս կողմում էլ մարդիկ հավեսով գալիս են պիկնիկ են անում։ Շատ հետաքրքիր է, չէ՞, այս կյանքը։ Միշտ ես տեսել եմ, լսել եմ օրինակ այս Բերլինի պատի մասին նկարներով տեսել եմ։ Տենց երբեք մտքովդ չէր անցնել, որ հենց հիմա դու ստեղով կարաս քայլես։ Ու այսօր ինձ իմ բարեկամներից մեկը մի հատ հետաքրքիր բան ասեց, դու հիմա չես զգում, քո համար շատ սովորական է, բայց ասեց հետո որ հետ գաս Երևան, շատ տենց մի տեսակ զգացողություն ես ունենալու, էլի ես ուզելու այդ ամենը։ Բայց հիմա այդքան դու չես զգում։ Ու ես շատ համաձայն եմ դրա հետ։ Հիմա ես օրինակ քայլում եմ փողոցում, նկարում եմ, վայելում եմ, հա, մեկը ներսիցս զգում եմ, հետո որ ես այս կադրը նայեմ, ինչ որ կարոտ եմ զգալու կամ չգիտեմ ինչ եմ զգալու, ինչ որ խառը բան եմ զգալու։ Նոր ինչ-որ շենք էի տեսել, այդ շենքն էի բարձրանում, չգիտեի ուր էի բարձրանում իրականում, բայց հիմա հասկացա, ձեզ ցույց տամ։ Ուրեմն այս նկարի մեջ նկարագրած է հենց այս հատվածը, որը որ այսենց թողել են հատուկ, որպես հուշ կարելի ասել հենց այդ պատերազմական օրերից։ Այս հաշտարակի վրա կանգնել են, հետևել են, նայել են, հետո այդ պատը որ տեսնում եք, դա եղել է իրանց սահմանը, ու սենց ամբողջությամբ սենց թողել են, որ մարդիկ գան ու տեսնեն, թե ինչ վիճակ ա եղել այդ թվականներին։ Փաստորեն կա հուշահամալիր, որպես այդպեսին, ու կա առանձին East Side Gallery ասեց, ոնց որ այդ չեմ սխալվում։ Այսինքն արևելյան կողմի գալերիա։ Տենց է թարգմանվում։ Բայց արդեն արև են կորցնում, երևի ես դա կթողնեմ վաղվա արդեն։ Հիմա էլ այս շենքում կա ինչ-որ ցուցադրություն, հենց հիմա մտել եմ այստեղ։ Հենց ասա 1972 թվականից է։ Սա 63 թվին է։ Տեսեք ոնց են երեխաներ, մարդիկ մի կողմից մյուս կողմ նայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան բաժանվեց երկու մասի՝ Արևմտյան եւ Արևելյան Գերմանիա։ Նույն ճակատագիրը եկավ նաև Բերլին քաղաքին եւ նույնպես բաժանվեց երկու մասի։ 1949 թվականից մինչև 1961-ը մոտ 3.3 միլիոն մարդ փախել էր Արևելյան Գերմանիայից դեպի Արևմտյան Բերլին։ Այս խնդիրը լուծելու համար նրանք 1961 թվականի օգոստոսի 13-ին առանց նախազգուշացման Արևելյան Գերմանիան սկսեց պատի կառուցումը եւ հայտարարվեց, որ պատը կառուցվում է իրենց քաղաքացիներին արևմտյան ազդեցությունից պաշտպանելու համար, բայց իրականում դա արվում էր մարդկանց փախչելու հնարավորությունը փակելու համար։ Եվ վերջապես պատը քանդվեց
1989 թվականին եւ 1990-ին Գերմանիան վերամիավորվեց։ Որտեղ ուզում էի գնալ, պարզվում էր հեսա փակվելու է կամ արդեն փակ էր։ Տեսա մոտակայքում երևում է շատ սիրուն այդ իրանց հերոստացույցի աշտարակը ու տենց հիմա կայքով միանգամից արդեն տոմս եմ գնել 32.50 եվրոյով ու հեսա շարժվելու եմ այն կողմ, որովհետև մի ժամից արդեն պետքա ես մտնեմ։ Ինձ այստեղ տեղացիները ասացին, որ անպայման նստեմ տրեյնով գնամ, որ շատ երկար չտևի, բայց ես որոշեցի ոտքով գնամ, որը որ տևելու է 35 րոպե։ Պետքա ժամանակ անցկացնել, բաց հայտել քաղաքը, դրա համար էլ քայլելով եմ գնալու։ Միանգամից համ ճանապարհները կտեսնեմ, համ էլ շատ չեմ սպասի այնտեղ, շուտ հասնեմ ու այդքան ավել սպասեմ, ում է պետք։ Նայեք, արդեն ես այստեղ տեսնում եմ, մնաց ընդամենը 21 րոպե։ Քանի որ դեռ շատ պետքա գնամ ճանապարհին, Instagram post եմ տեղադրում։ Եթե դուք չեք հետևում իմ Instagram-ին, անպայման հետևեք։ Նկարագրության բաժնում եմ դնում լինքը, այստեղ էլ դնում եմ անունս։ Մտեք, հետևեք։ Քանի որ բավականին երկար ժամանակ կա, ես որոշեցի այստեղ մի հատ տեղ կանգնեմ ուտելու։ Նույնիսկ չգիտեմ ինչ են վաճառում, ինչ որ հոթ-դոգ, մոթ-դոգ է, բայց ես տենց սիրահար չեմ հոթ-դոգ ուտելու, բայց ինչ անեմ, կփորձեմ ամեն դեպքում, որովհետև սոված մեռնում եմ, գոնե մի բան ուտեմ, նոր կբարձրանամ արդեն աշտարակ։ Can I film you? Yeah. And what is the name of it? Yeah. Chili Krakower. Okay. Do you want ketchup or mustard? No, nothing. No sauce. Thank you. Bye bye. Մի հատ փորձենք տեսնենք ոնց է։ Հոտը լավն է։ Օրո ինչ տակա։ Համովարը։ Ոնց որ հացը մեծ է, չէ՞, համեմատած սոսեջի հետ։ Շատ համով է։ Կերակյանքիս ամենահամով բանը։ Ոյ ինչ համով է։ Վաղը անպայման պետք է գամ հեռախոսով նկարել եմ այդ տեղը, որ անպայման քարտեզը դնեմ, գամ մի երկու հատ ուտեմ։ Այն որ հատուկ ուզում եմ սովածանամ, որ գնամ դրանից ուտեմ։ Այդ ինչ համով է։ Ընդամենը երեկոյան ժամը 6:20 է ու նայեք ինչ մութ է դառնում, չգիտեմ կամերայով դա երևում է թե չէ, բայց իրականում արդեն բավականին մութ է։ Ինձ թվում է մի 10 րոպեից արդեն ամբողջությամբ գիշեր է լինելու։ Տեսնենք Բերլինը ինչպիսին է գիշերով։ Նայեք ինչ սիրուն է։ Փաստորեն անունն է Saint Marienkirche, այսինքն Սուրբ Մաղրինքիրչ, չգիտեմ ոնց է կարդացվում։ Հենց իր կողքն էլ միանգամից արդեն աշտարակն է։ Արդեն իրա տակ եմ դզեց, հեսա վերևում եմ հայտնվելու։ Hello. Yes. Which time? 6:45. Can I see the ticket? Sure. Yes. Okay, up there. Thank you. Մտանք։ Yay. Սա ուրեմն փոքր տարբերակն է աշտարակի։ Աշտարակի երկարությունը 368 մետր է փաստորեն։ Այս օդանավակայան ենք մտնում, ուր ենք մտնում։ Hello. Open this one? Sure. Am I at the airport? Yes. We're flying high. Yeah. Okay. That's it. Thank you very much. Thank you too. Քիչ էր մնում մերկացնեին արա։ Here we go. Machen Sie die Gläser. Das ist dunkel. Das I don't understand. Die Mose hell. Mosi hell? So, hell. What should I do? I don't understand. Aus, an. Zoom. Zoom. Nein. No? Guck mal. Guck mal. An. Uh-huh. An. Die ist nicht an. Aus. An. Okay. Thank you. Հերթական կես ժամ տևելը անգլերեն չիմանալու պատճառով։ Անգլերեն երկու բառ չեն խոսում։ Մի բառ չեն խոսում։ Ժողովուրդ։ Hello. Hello. So hot. Մեռնում եմ էսի շոկ, այսինչ հոտ է գալիս։ Արա հասանք։ Սրա համար 35 եվրո է վճարել 34։ Որը էսի հոտ է։ Օդ չկա այստեղ։ Վայ, չի համար ես այդքան վճարեցի։ Շոկից մեռնում եմ, օդ չկա։ Դուք հասկացել եք հաստատ արդեն, որ ես այնպես եմ ցույց տալիս, ինչպես որ կա այն ամենը, ինչ որ ես տեսնում եմ։ Տենց էլ անելու եմ բոլոր վիդեոներում։ Երբ որ դժգոհ եմ, դա ցույց եմ տալու, երբ որ ուրախ եմ, դա ցույց եմ տալու։ Հիմա ես մի այլ կարգի օրինակ դժգոհ եմ ու հասկացա, որ ես ուղակի գումար եմ
վատն էլ անիմաստ։ Այնենց հոտա ներսում ժողովուրդ։ Բան չի երևում տենց նորմալ։ Գոնե այդ VR-ը լավ բան լինի։ Հատուկ քանի եվրո ավել եմ վճարել, որ այդ VR ակնոցները կրեմ։ Հենց այ իմ տեսարանը հենց հիմա ցույց տամ։ Հələ կամերայով ավելի սիրուն է երևում, սենց ասեմ։ Իրականում այսքան սիրուն չի երևում։ Այստեղ վճարեցի 1 եվրո, որ նայեմ այս հեռադիտակով դիմացի հարևաններին։ Վերջ ես այստեղից արդեն դուրս եմ գալիս, որովհետև այդ չեմ ձգում այս շոքին ու հենց մա փախնում եմ արդեն այստեղից։ Nice. We have it. Ah, so cute. Bye bye. No problem. Goodbye. Ciao, ciao. For the VR it's down, yeah? Downstairs. Okay. Thank you. Այն տոմսը, որ ես գնել էի, իր մեջ մտնում էր նաև VR-ով ինչ-որ բան նայել։ Հիմա գնում եմ իհա դա էլ փորձեմ գոնե այնտեղ մի քիչ լավ լինի, որ չասեմ այդ 33 եվրոն թափեցի աղբամանում։ Երբ որ գաք Բերլին, չգաք այս աշտարակը բարձրանալու գիշերով։ Ավելի լավ է եկեք նենց ժամի, երբ որ արդեն արև մուտք է տեղի ունենում, որ գոնե ինչ-որ սիրուն բան տեսնեք, թե չէ սենց իմ ժամին գալը, որը որ 6:45 էր երեկոյան, շատ անիմաստ էր։ In my ticket I have the VR headset. Where should I do it? Okay, thank you. Գտանք։ Please take a seat. Thank you. Can I film myself? Please stop to record. It's forbidden to record the people here. Please stop. Oh, If you okay. Ցավոք սրտի ինձ չթողեցին նկարեմ VR-ի պահը, 15 րոպեանոց վիդեո եմ նայել, որ ամբողջությամբ Բերլինի մասին էր 1400 թվականներից է սկսած։ Շատ հետաքրքիր էր։ Հիմա արդեն պետք է քայլելով հասնեմ իմ հյուրանոց։ Ճանապարհի կեսից տեսամ ինչ-որ սուպերմարկետ կա, այստեղ եկել եմ գերմանական գարեջուր գնելու։ Excuse me, hello. Which beer is the most German beer? I want to try a German beer. Should I recommend you something? If you don't like it, I give you money back. Show me. Yeah? Այս աշխատողը 5 րոպե ինձ համոզում էր, որ անպայման իր ասած տարբերակը վերստեմ, ասեց, եթե չհավանես, փողդ հետ կտամ։ Ինքն ինքնավստահ խոսած, հեսա գնալու եմ փորձեմ, ինձ չեմ հավանելու։ Տեսնենք։ Վերջ ես արդեն հասա սենյակ, բացել եմ գարեջուրը։ Շատ համով է, բայց գարեջուր ես շատ չեմ սիրում, դրա համար շատ քիչ եմ խմելու։ Սենյակից ռում տուր անելու եմ վաղվա վիդեոյի մեջ, ամենասկզբում ձեզ ցույց կտամ սենյակ, բայց ոնց հասկացա, այս կադրով արդեն սենյակը բավականին լավ երևում է։ Մի խոսքով իմ առաջին օրը այսպիսին էր Բերլին քաղաքում։ Կհանդիպենք հաջորդ վիդեոյում։